Բարի երեկո, եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները պահանջում են բացել իրենց աշխատատեղերը։ Ներիշխանական պայքար ազգային ժողովի հանձնաժողովները ղեկավարելու համար, ով որտեղ է իրեն տեսնում։ Սամվել Կարապետյանի թիմը դեռ անուններով չի խոսում, ով կլինի ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի իրենց թեկնածուն։ Միացյալ Նահանգներն ու Իրանը երրորդ օրն է հարվածներ են փոխանակում։ Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները, բողոքելով պարապուրտից, որը ըստ էության հարկադիր է։ Այս իրավիճակը ծագեց, երբ իրավապահները քրեական գործի շրջանակներում մեկը մյուսի հետևից փակեցին մեծահարուստ ընդդիմադիր գործարարի մի շարք ընկերություններ, պնդում են ստուգումներ են։ Իրավապահները ընտրություններից հետո հետաքրքրվեցին Ծառուկյանի ընկերություններով։ Վարչապետ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում էր խոստացել իր քաղաքական հակառակորդին ունեզրկել ու բանտ ուղարկել։ Ծառուկյանի փաստաբանի պնդմամբ այս պահին այդ ընկերությունների շուրջ 10,000 աշխատակից պարապուրտի մեջ է։ Առավոտյան մուլտի տաբակի աշխատողներն էին ակցիա անում։ Հուլիսն է կիսվում, իրավապահների վերջին գործողությունների պատճառով նրանք հունիսի աշխատավարձն չեն ստացել։ Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներն այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են կազմակերպում իրավապահներից պատասխաններ պահանջելով, երբ կհեռացնեն կապարակնիկները, որ իրենք կարողանան աշխատանքի անցնել եւ որ այս պահին խիստ անհրաժեշտ է աշխատավարձ ստանալ։ Մի շաբաթ սպասեցինք համբերատար առանց ոչ մի քայլ անելու։ Հիմա սրանից հետո ուզում ենք հասկանանք ինչքան ա տևելու այս անորոշությունը։ Այսօր էլ իրենց աշխատավայրի փակ դռների մոտ էին հավաքվել անցած տարվա տվյալներով Հայաստանի 342-րդ ամենամեծ ընկերության մուլտի տաբակի աշխատակիցները։ Թեև ընկերության գործերը մինչ իրավապահների այցնել լավ չէին, շուկայական խնդիրների պատճառով, սակայն աշխատողներն ասում էին աշխատավարձը կանոնավոր ստացել են։ Այժմ սպասում են հունիսի վճարումներին, մինչդեռ հուլիսը գրեթե կիսվել է։ Հունիս ամիսը պետք է ստանանք։ Չեք ստացել։ Ոչ, չենք ստացել։ Դե հասկանում ենք, որ կալանքի տակ է ամբողջ հաշիվները, հիմա ուզում ենք դրա հարցն էլ հասկանանք, որտեղ ժողովուրդը այդ աշխատավարձով սպասում է, ուրիշ աշխատանք չի փնտրում, քանի որ մենք չենք փախնի, մենք հարմարվել ենք հիմնարկին։ Ընկերության ավագ լաբորանտ Մարիամ Մկրտչյանի ընտանիքն ապրում է իր ստացած աշխատավարձով, հարցնում է. ինչքան սպասի։ Ես ումից պատասխան ստանամ, ես սպասել, ինչքան եմ սպասելու։ Գոնե մեկը կառավարության անդամներից մեկը պատասխան տա, սպասողական ինչքան է սպասվելու։ Ինչքան է տևելու այս ամեն ինչ, այս հարցի լուծումը երբ է լինելու։ Մարդկան վարձով են ապրում, ոնց պետք է փակեն իրանց վարձերը։ Արմենուհի Ենգոյանն այս ընկերությունում է աշխատում հիմնադրումից սկսած, ստանում է 180-ից 200,000 դրամ։ Չենք կարում ապրենք, ոնց ապրենք։ Իսկ ձեր ընտանիքում բեռում վրա է ֆինանսը։ Իմ վրա է տղա ջան, ոչ ոքի։ Քանի հոգով եք։ 3 հոգի, մի հատ էլ փուճուր 4 հոգի։ Ավագ օպերատոր Լիլիթ Դավթյանն ընտանիքի ֆինանսական բեռը կիսում է ամուսնու հետ։ Նա սակայն հիմնական գործ չունի։ Այժմ հարցականի տակ է նաև իր 150,000 դրամ աշխատավարձը։ Մենք էլ ենք Հայաստանի քաղաքացի, չի կարելի մեզ տարանջատել։ Դրա համար պետք է մենք էլ չտուժենք։ Իշխանափոխության հասնելու կարգախոսներով ընտրությունների մասնակցած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները, որոնք նաև Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքվեցին անցած երկուշաբթի։ Իրավապահներն ընկերություններ գնացին գրեթե միաժամանակ։ Երկուշաբթի առավոտյան։ Նույն ժամերին նրանք նաև Ծառուկյանի առանձնատանն էին, որտեղ չդիմադրող 70-ամյա գործարարին գետնին տապալեցին, ավելի ուշ ձերբակալեցին մեղադրելով խարդախության եւ փողերի լվացման համար։ Այս ամենին նախորդել էին վարչապետ Փաշինյանի ուղիղ սպառնալիքները Ծառուկյանին բանտ նետելու եւ ունեզրկելու մասին։ Ինչու են իրավապահները հազարավոր աշխատակիցների ըստ էության հարկադիր պարապուրտի մատնել, ինչ են փնտրում ընկերություններում։ Հնարավոր չէ քննչական գործողություններն իրականացնել առանց աշխատանքները դադարեցնելու։
կառավարելու, ինչպես օրինակ կառավարության միջամտությամբ վերագործարկված Արարատի ցեմենտի գործարանում։ Անցած երկուշաբթի քննչական կոմիտեն հայտնեց, թե առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեներում խուզարկություններ են իրականացրել ու փաստաթղթեր առարկաներ հայտնաբերել։ Ինչու են արդեն 9 օր շարունակ խոշոր ընկերությունների աշխատանքը դադարեցրել, պարզ չէ։ Քննչական կոմիտեն հորդորում է գրավոր դիմել։ Իրավապահների դռներին կպչուն ժապավենով փակցրած գրություններն էլ առանձնապես ոչինչ չեն բացահայտում։ Մուլտիտաբակի դռանը փակցրած գրությամբ ավագ քննիչ Սահակյանը գրել է, թե կատարված խուզարկությամբ փաթեթ են հայտնաբերել, թե ինչ փաթեթ ձևաթղթի այդ հատվածը չի լրացրել։ Աբովյան քաղաքում գործող Multistone ընկերությունը կապարակնքած քննիչ Վազգեն Բադալյանն էլ ստորագրված ձևաթղթով տեղեկացնում է, թե ինչ պատիժ է նախատեսված քննչական մարմնի աշխատանքը խոչընդոտելու համար, իսկ թե կոնկրետ ինչ քննչական գործողություններ են ընթանում, երբ կավարտվեն ու մի քանի տասնյակ աշխատակիցները երբ գործի կգնան, քարերի մշակման գործարանի աշխատակիցներն այսօր նույնպես դրսում էին, պատասխաններ պահանջելով։ Նրանք նույնպես առայժմ հունիս ամսվա աշխատավարձը չեն ստացել։ Մեկն ու մեկը պետքա լինի, որ պատասխան տա այս ամեն ինչին։ Ում դիմենք, ում դիմում են, ասում են մենք չգիտենք։ Սրա պատասխանը ով է տալու։ Իրավապահների գործողությունների հետևանքով ըստ Գագիկ Ծառուկյանի թիմի ընկերություններում աշխատող շուրջ 10,000 մարդ ավելի քան 1 շաբաթ է ըստ էության հարկադիր պարապուրդի մեջ է։ Ծառուկյանի փաստաբանները հայտնում են, թե խնդիրներին իրավական լուծումներ են փնտրում, թե ինչ քայլեր են նախապատրաստում, առայժմ չեն հայտնում։ Նորընտիր ազգային ժողովը իր առաջին նստաշրջանը կգումարի օգոստոսի 2-ին, այդ օրն է ավարտվում նախորդի լիազորությունը։ Ու մինչև չընտրվեն ազգային ժողովի նախագահը, 3 տեղակալներն ու մշտական հանձնաժողովների նախագահները կլինեն ամենօրյա նիստեր։ Մեծամասնություն ունեցող քաղաքացիական պայմանագիրը ազգային ժողովի նախագահի և 2 փոխնախագահների թեկնածուներին ընտրել է։ Հիմա ներկուսակցական պայքար է հանձնաժողովների ղեկավարների թեկնածուների համար, ընդ որում դատելով թեկնածուների առատությունից բավականին թեժ։ Քաղաքացիական պայմանագրից ովքեր կղեկավարեն խորհրդարանական հանձնաժողովները։ Չնայած իշխող ուժն այս պահին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում, այդուհանդերձ ազատության տեղեկություններով իշխող կուսակցությունում ներքին առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։ Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար։ Ինտրիգ չկա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այստեղ առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է։ Սկսում ենք ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 19 արտահերթ նիստը, քվորում ունենք, նիստը հայտարարում են բացված։ Ջուլհակյանն այս հանձնաժողովի ղեկը ստանձնել էր ընդամենը 2 ամիս առաջ, որից հետո առաջադրվել էր որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու, բայց ներիշխանական պայքարում նրան չհաջողվեց հաղթել եւ հիմա Ջուլհակյանն ամենայն հավանականությամբ կվերընտրվի նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ 2 անգամ իմ թեկնածությունը առաջադրել են, ես չեմ առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես 2 անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Պաշտոնին հրաժեշտ կտա Անդրանիկ Քոչարյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ղեկավարել է ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաեւ ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովները։ Պատգամավորն այս անգամ առաջադրվածների ցուցակում չկա։ Քոչարյանն արդեն հայտարարել է իր համար ընդունելի է այն ձևաչափը, երբ թեկնածուին առաջադրում ու ընտրում է խմբակցությունը։ Մինչդեռ այս անգամ հավակնորդներին հաստատելու է ՔՊ վարչությունը։ Որակարգը սպառվեց, գնացինք դալիճ։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրելյանը, ինչպես նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Խաչատրյանն այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի փոխնախագահն էր։ Գաբրելյանը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը լրագրողին հայոյելու միջադեպից հետո, իսկ Սասուն Միքայելյանը, որ ներկայիս խորհրդարանում պատգամավոր չէ, նախորդ խորհրդարաններում հաճախ էր հայտնվում աղմկոտ սկանդալների կենտրոնում։ Ինչ է Միքայելյան, ինչ է գծխել, ինչ։ Կարելի էլի։
Թեժ պայքար է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ։ Գործող նախագահ Հերիկնաս Տիգրանյանը, որ ՔՊ ընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականում է, մանդատ չի ստանա։ Նրա հանձնաժողովը ղեկավարելու հավակնություն ունեն վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը։ 4 թեկնածու էլ առաջադրվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։ Հավակնորդների թվում են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխազ Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև Նելի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ падգամավորներից է։ Սկսում ենք ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական թիվ 51-րդ նիստը։ Կրթության հանձնաժողովի համար պայքարողների թվում նույնպես նորեկ կա Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որին քարոզարշավի ընթացքում հաճախ կարելի էր տեսնել վարչապետի քարոզչախմբի հետ։ Առաջադրվել են նաև հանձնաժողովի գործող նախագահ Սիսակ Գաբրելյանն ու փոխնախագահ Թագուհի Ղազարյանը։ Նույնքան թեկնածու առաջադրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Այստեղ թեկնածուներն են հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, Զարուհի Բաթոյանն ու ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը առաջադրվել են նաև տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու ցանկություն ունեն գործող նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատանքը շարունակելու ցանկություն ունի գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ավելի քան 3 տարի այս հանձնաժողովը ղեկավարած Խանդանյանը առաջադրված միակ թեկնածուն չէ։ Ուժերը որոշել է փորձել նաև որևէ նախաձեռնությամբ կամ ելույթով խորհրդարանում աչքի չընկած Տաթևիկ Գասպարյանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Ծովինար Վարդանյանը, ԲՀԿ-ից ՔՊ տեղափոխված Սերգեյ Բագրատյանը եւ Բաբկեն Թունյանը։ ՔՊ-ական Թունյանը նաև տնտեսական հանձնաժողովի նախագահ է ցանկանում դառնալ։ Այս հանձնաժողովում նա առաջադրված միակ թեկնածունն է։ Պատգամավոր Վահե Ղալումյանն ու Գարիկ Սարգսյանն էլ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի առաջադրված թեկնածուներն են։ Թե հավակնորդներից ում կընտրի ՔՊ վարչությունը պարզ կդառնա ամսվա վերջին, թեև 12 հանձնաժողովներից 4-ի նախագահությունը ըստ օրենքի հասնում են Դիմությանը, 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան դաշինքին, իշխող ուժից որոշել են ամեն դեպքում իրենց թեկնածուներին ունենալ։ Ըստ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնան Դիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։ Ազգային ժողովի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընդդիմադիր լինի։ Ընդդիմադիր ամենամեծ ուժեղ Հայաստանից դեռ չեն հստակեցնում, ում կառաջադրեն այդ պաշտոնում։ Բայց կան տեղեկություններ, թե դաշինքում շրջանառվում է փաստաբան Արամ Վարդևանյանի անունը։ Մինչ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները տասնյակներով ինքնաբացարկի դիմումներ են գրում, ընդդիմադիր մյուս ուժի Հայաստան դաշինքի ցուցակից դեռ ոչ մի ինքնաբացարկ չկա։ Այստեղ էլ քննարկումներ են խմբակցության ղեկավարի թեկնածության շուրջ։ Հստակ է մի բան, ինչպես նախորդ անգամ խորհրդարան կրկին չի գնա դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Միջազգային երկու թեմա ենք առանձնացրել, Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանին, հայտարարելով, որ դրանք ուղղված են Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։ Իրանական պետական լրատվամիջոցները պայթյունների մասին են հաղորդել երկրի հարավային ափամերձ հատվածներում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ նեղուցում բնականոն նավարկությունը կարող է վերականգնվել միայն ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումից հետո եւ հայտնել է Հորդանանում եւ Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման մասին։
Նոր հարվածները վկայում են, որ ընդամենը 1 ամիս առաջ ստորագրված համաձայնությունը, որը պետք է պայմաններ ստեղծեր խաղաղության բանակցությունների համար, փաստացի փլուզվում է։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին կոնգրեսին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կրկին պատերազմի մեջ է Իրանի հետ։ Դրանով սկսվել է 60-օրյա ժամկետ, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական հարվածներ իրականացնել առանց օրենսդիրների պաշտոնական համաձայնությունը ստանալու։ Չնայած Իրանի դեմ արդեն 3 գիշեր շարունակվող հարվածներին Թրամփը ասել է, կարծում է, մեջբերեմ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Ուկրաինայի բանակը հայտարարում է, որ անցած գիշեր կարողացել է Ազովի ծովում 11 ռուսական նավ խոցել։ Կիևի փոխանցմամբ խոցված 11 նավերից 5-ը վառելիք տեղափոխող լցանավեր էին։ Այսպիսով, ըստ ուկրաինական կողմի վերջին 9 օրերին Ազովի ծովում խոցված ռուսական առևտրային նավերի թիվը հասել է 116-ի։ Վերադառնանք Հայաստան, ուր են անհետանում Գյումրու փողոցների դիտահորերի կափարիչները։ Քանդուկ հարապ մի շարք փողոցների կողքին հիմա գյումրեցիներին նաև այս հարցն է հուզում, որը իդեպ նախ եւ առաջ մարդկանց անվտանգության խնդիրն է։ Գյումրիի փողոցների փոսերը մի կերպ շրջանցող վարորդների համար գլխացավանք են դարձել նաև բաց դիտահորերը, որոնք վերջին շրջանում նկատելիորեն շատացել են։ Դրանցից շատերը հենց փողոցների մեջտեղում են։ Մարդիկ անվադողեր, ծառի ճյուղեր, քարեր ու նույնիսկ խողովակ են տեղադրում բաց դիտահորերի վրա, որ վարորդներն իրենց մեքենաներով վտանգավոր փոսերում չհայտնվեն։ Բաց դիտահորերը ոչ միայն վարորդների, այլև անցորդների համար են վտանգավոր, հատկապես գիշերային ժամերին։ Անի թաղամասի Տրտած ճարտարապետ փողոցում բաց դիտահորը նախ անվադողով են փակել, բայց անվադողն էլ է ընկել փոսը, հետո բնակիչներից մեկը այլ լուծում է գտել։ Էս ընտեր քարը երեխա է, մեծ մարդ է, չեն գնան էլի մեջը։ Հիմա անձրևա, ջրեղեղա էլի, ջուրը լցվում է, չէ մարդ չտենան։ Էսենիկ դրել եմ թեմը ավտոները տենան հերվից։ Կալոսը դրեցիմ, այս կալոսը ընգավ, չպահեց։ Բաց դիտահորերի համար Գյումրիի իշխանություններին քննադատելու առիթը վերջերս բաց չէր թողել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը 2 փողոցում արված լուսանկարներ էր տեղադրել սոցցանցի իր էջում ու գրել. Քաղաքը լոլոներով չի կառավարվում։ Գյուղերն ու գյուղացիներին թիրախավորողներին տեղեկացնեմ, որ Հայաստանի որևէ գյուղում նման բան չկա։ Արդեն մոտ 1 շաբաթ նման տեսարան է։ Նկարներից մեկը Ղանդիլյան փողոցում էր արված։ Այսօր այդ նույն դիտահորը 2 կողմից անվադողերով էր փակված, ծառի ճյուղերով ու ոստիկանական ժապավենով փաթաթված։ Բայց ինչու են բաց Գյումրիի ավելի քան 2 տասնյակ դիտահորերը եւ որտեղ են դրանց թուջե կապարիչները։ Գյումրիի քաղաքապետարանում 2 հիմնական պատճառ են նշում։ Առաջինը, որ թերևս ամենատարածվածն է, դրանք գողանում են։ Թուջե կապարիչները իրոք գողանում են։ Նու համապատասխան մարմիններին համայնքապետարը դիմել է ոստիկանությունի նկատի ունիմ, որ միջոցներ ծրագին գոնե չշարունակվի, շարունակական բնույթ չկրի։ Իսկ այդ կապարիչները, որոնք որ գողացել են, բաց է, նորմալ է, դիտահոր է, բայց կապարիչ չկա։ Համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ Վարդան Ալթունյանը վերջին ամենաթարմ դեպքը պատմեց, որ նոր փոխված դիտահորը կրկին առանց կափարիչի է մնացել։ Հենց 3 դեպք եղել Արցախ թաղամասում Թուրքի մայրը։ Ջերմուխովին նոր սալը պերետրել է, իսկ թուջե կափարիչով։ Մյուս օրը գնացել են ջարտած, փրշած, դիտմամբ են Ուրեմն մանրացնում են, որպես այդ ընդունող կետերը վերցնեն որպես պրոստը ճուգում։ Իսկ որքան արժե մեկ թուջե կապարիչը։ Միջին չափը 1.58-ը ամենախփանն է, պահանջվողն է, իր թուջե կապարիչով մոտավորապես 150,000։ Իսկ մենակ թուջե կապարիչը 70-80,000։ Այդ մեկ կապարիչը։ Մետաղ ընդունող կազմակերպությունների հետ պայմանավորվել են, որ թուջե կապարիչներն այլևս չընդունեն։ Պաշտոնյան ասում է, որոշ ժամանակ գողությունները դադարեցին, բայց հետո ելքը գտան։
Երկը գդել են փերշի բանը, փերշում են մանրացնում են տալիս են։ Իրանց կիլոգրամն է կարևոր չէ նյութականը, ինչ մատերիալ է, ինչու համար է։ Երկրորդ պատճառը ծանր մեքենաներն են, որ հենց Գյումրիով են երթևեկում, ոչ թե շրջանցիկ ճանապարհներով։ Քաղաք են մտնում գեր բեռնված ավտոմեքենաներ, որոնք հենց անցնելուց արդեն նայում ես այդ դիտավորը չկա, փշրվում է, որովհետև նախատեսված չէ այդ ծառայության մեքենաների տակ աշխատել։ Վարդան Ալտունյանը շրջել է բոլոր բաց դիտահորերը լուսանկարել, ասում է քաղաքապետարանը պատրաստվում է նորերը գնել։ Գծել ենք կազմակերպություն, որոնք արտադրում են դրանցից ստանալու պես, մոդորերը ստանալու պես արդեն այդ փոխելու նորը տեղադրելու պրոցեսները կերտ է։ Բայց երաշխիք, որ դիտահորերը դարձյալ առանց կափարիչ չեն մնա, չունեն, դիմել են ոստիկանություն, որ գոնե իրավապահները կանխեն գողության դեպքերը։ Իսկ Երևանում կինոմանները մի ցուցադրությունից մյուսն են շտապում։ Տեսնենք Ոսկե Ծիրանի 3-րդ օրը ինչով կհիշվի։ Կոմիտասի թանգարան ինստիտուտում էր այսօր աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար եւ կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ Նա շրջեց թանգարանով, ծանոթացավ հայ անվանի կոմպոզիտորի կյանքի մանրամասներին, բազմաթիվ հարցեր տվեց ու հարցերի պատասխանեց։ Արդեն 20-25 տարի է, որ իմ հայ ընկերները ինձ ասում են, պետք է գնաս Կոմիտասի թանգարան։ Ինտերնետով որոնեցի եւ ինձ ասում էին, որ շատ նմանություններ կան այդ երաժշտության եւ մերձավոր արևելքի երաժշտության միջեւ։ Ես այն տպավորությունն ունեմ, որ հասկանում եմ այդ մարդու կարևոր դերը, որ խաղացել է հայ մշակույթի պատմության մեջ։ Լիբանանցի Մալուֆը Երևանում է Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակում, ժյուրիի անդամ է, վաղը նրա ամենահամերգն է։ Այսքան այսօրվա եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնելով ազատություն.am կայքում, նաև սոցցանցերի մեր էջերում, YouTube-յան ալիքում կարող եք գտնել օրվա թարմ տեղեկություններն ու տեսանյութերը դրանց մասին։ Հաջողություն։